Հաղորդման գործընկերն է Տուն դեպո կահույքի սրահը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, սիրելի մարդիկ, 16 մարտի 2025 թվական մենք մեկնարկում ենք Բարև Երկիրը, մեր ժամանակավոր տաղավարը չի փոխվել, մենք մեր գործընկերոջ հարկի ներքո ենք դեռ շարունակում աշխատել, արդեն մի շաբաթ կլինենք մեր սիրելի տաղավարում, Բարև Երկրի, ողջույն սիրելի Ձյաննա։ Ողջույն սիրելի Հայկ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, Բարև Երկիր, այո, դրսում գարուն է, ներսում ոչ պակաս գարնանային դեղին տրամադրություն է, այսօր եւս ողջունում ենք ձեզ Տուն դեպո խանութ սրահից, մարտի 16-ն է օրը, Բարև Երկիրը, ինչպես տեսնում եք, այս շքեղ տաղավարից թեպետ ժամանակավոր սկսում է իր աշխատանքը։ Հիշում ենք մեր գործընկերոջը, հենց Տուն դեպո խանութ սրահում ենք եւ հենց այն նա էլ հանդիսանում է մեր գործընկերը եւ ես հիշեցնեմ նաեւ, որ կարող եք մեր թողարկումներին հետեւել ոչ միայն հեռուստացույցով, այլ նաեւ Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերով։ Եվ այսպես շարժում ենք առաջ ընկերներ, Ձյան վերջին շրջանում հրաշալի մի շարժառիթ է մարդկանց մոտ նկատել, որ մարդիկ չեն սպասում ամառային արձակուրդներին, ձմեռային արձակուրդներին կամ գուցե գարնանային կարճատև արձակուրդներին երեխաների հետ կապված։ Այո, մարդիկ սկսել են վայելել թերևս տրված ցանկացած օրը, այս դեպքում հանգստյան օրը, որովհետև հիմա պատկերացնում եք Հայաստան աշխարհը իր բնությամբ որքան առատ է, որքան շատ է թթվածինը, կանաչը, տրամադրությունը եւ շատերը հիմա եղանակային տարբերությունները դա է ուզում ասել, որ շատերը վայելում են իրենց հանգստյան օրերը քաղաքից դուրս, տնակներում, հյուրանոցներում եւ այլն։ Շատերը հենց իրենց բնակարաններում եւ եթե դուք ձեր բնակարաններում եք, բարեկամներ, մենք առաջարկում ենք միացնել Երկիր մեդիա հեռուստաընկերությունը եւ Կիրակնորի առավոտը սկսել մեզ հետ միասին, հուսանք ու վստահ ենք, որ շաբաթօրը 3 անցկացրել եք հրաշալի ընտանեկան եւ ընկերական շրջապատում, այնպես որ լավ տրամադրություն ձեզ մաղթենք եւ շարժվենք առաջ բարեկամների սկզբանը մեզ մոտ ավանդույթը հատկապես այս շրջանում, երբ ամեն Կիրակի ունի իր հոգեվոր խորհուրդը ձեզ ներկայացնել օրվա կարևորությունը։ Ոսկե շղթայի Կիրակիներին անդրադառնանք, այո, այսօր մեծ պահքի 3-րդ Կիրակին է, որն ունի արարչության 3-րդ օրվա ու այս կյանքի 3-րդ դարի խորհուրդը ու կոչվում է Անառակի Կիրակի։ Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ղուկասի ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ հայրն իր միածին որդուն առաքեց աշխարհ գտնելու իր կորուսյալ պատկերը, մարդկային բնությունը եւ մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն։ Այսօրը Աստված մեզ հիշեցնում է, որ երկնքում մեծ ուրախություն է լինում յուրաքանչյուր ապաշխարողի համար։ Բարեկամներ, մինչև Սուրբ Հարության տոնը նշելը իսկապես հրաշալի առիթ է, որպեսզի Եվս մեկ անգամ ավելի մոտ կանգնենք մեր կրոնին, մեր եկեղեցուն, մեր հավատքին, որովհետև հոգու մաքրումը կարծում եմ կարևոր կետերից ու առաքելություններից մեկն է ամեն մի հայ մարդու համար եւ ոչ միայն ընկերներ։ Շարժվենք առաջ, շատ կարևոր հայազգի ներկայացուցիչի մասին հիմա ձեզ կներկայացնենք, շատերին ծանոթ, եթե չեմ սխալվում, MRT սարքը, չէ, համաշխարհային կոչման պետք ենք ասում, բայց այո, քանի որ այսօր նրա ծննդյան օրն է, պետք է անդրադառնալ ինչ-որ։ Անպայման այսօր Ռեյմոնդ Դամադյանի ծննդյան օրն է, հայազգի մեծանուն գյուտարարի, որի հայտագործությունը մեծ եւ էական քայլ էր ժամանակակից բժշկության ոլորտում։ Հենց նա է հեղինակել ուշադրություն սիրելի հեռուստադիտողներ մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգանները առանց վիրահատական միջամտության։ Գիտեք, կես կատակ, կես լուրջ իհարկե, բայց այո, կա նման օրինաչափություն։ Բժշկությունը որքան զարգանում է, չգիտես ինչու հիվանդությունները այդքան աճում են։ Ամեն դեպքում լավ է, ճիշտ է, շատ տեղին օգտագործել այս ախտորոշման հնարավորությունը, բայց ամեն դեպքում մաղթենք բոլորին միայն ու միայն քաջ ու երկաթյա առողջություն։ Ընկերներ, գարուն է, շնչեք թթվածինը ու ձեզ լավ զգացեք։ Շարունակենք, գարուն է, ինչը նշանակում է, որ բնության մեջ գույները շատ են, մեր հոգում գոնե պետք է շատ լինեն եւ հենց մարդիկ, որոշակի խումբ մարդկանց որոշել է, որ գարունը իսկական
եղանակն է, որպեսզի նշվի գունավոր մատիտների օրը, այդպիսի օր կա։ Եվ պատահական չէ, որ այսօր այո, նշվում է գարնան սկզբին, որովհետև կազմակերպիչների խոսքով բնությունը ինքնին հենց ոնց որ լինի տարբեր գունավոր մատիտներով նկարված կտավ։ Եթե առաջին գունավոր մատիտները ստեղծվել են 19-րդ դարում ուղումներ կատարելու նպատակով եւ միայն 20-րդ դարում մուտք գործել արվեստ, ապա հասարակ սև մատիտների արտադրությունն ու գործածությունը սկսվել է 14-րդ դարից, երբ հայտնվել է իտալական մատիտը, որը կաշվով փաթաթված կավե, սև, թերթաքարի ձող էր։ Նման մատիտով բնականաբար գրել դժվար էր եւ այն անընդհատ փոփոխությունների է ենթարկվել։ Հիմա գանք արդեն այո, 16-րդ դար, հա, 14-ից 16-րդ դար, բավական մեծ ու լայն ժամանակահատված, սկսած 16-րդ դարից բարեկամներ մատիտներ սկսել են պատրաստել գրաֆիտից։ Մատիտների պատմությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել 18-րդ դարի վերջին, երբ ֆրանսիացի գյուտարար Նիկոլա Ժակ Կոնտեն առաջարկել է օգտագործել գրաֆիտից, մրից, կավից, օսլայից ու ջրից պատրաստված խառնուրդ։ Իսկ ահա 20-րդ դարասկիզբը նշանավորվել է բազմաթիվ հայտնագործություններով։ Բարելավվել է մատիտի բաղադրությունը, շրջանակը դարձել է վեցանկյուն սեղանից չգլորվելու համար, իսկ ավելի ուշ գլխամասում ավելացվել է նաև ռետինը։ Մի փոքր կարելի է զարմանալ այս դեպքում, որովհետև մի քիչ ավելի սպասելի է, երբ մատիտների տոնը նշվեր օրինակ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, երբ բնությունը մի քիչ ավելի գունառատ է որպես այդպեսին։ Հիմա գարուն է, բնությունը զարթոնք է ապրում եւ շատ հաճախ կտեսնենք ավելի շատ գերիշխող կանաչ գույնը, բայց ամեն դեպքում սա կարծում եմ ինչ որ հոգու գունապնակի մասին է խոսքը, ես շատ ռոմանտիկ եմ նայում իրերին։ Նաև գյուտարարները միգուցե ինչպես բնությունը վերածնունդ են ապրում, նրանց միտքը եւ երևակայությունը նոր ծնունդ է առնում, գուցե գարնանը։ Գուցե դրա համար։ Եվ քանի որ գունավոր մատիտների օրն է, մատիտներից այսպես անցում են կատարում նաև աչքերը ներկելու, գծանկարելու մատիտներին, իսկ այդ մատիտների կողքին կա թարթչաներկը, սիրելի հեռուստադիտողներ, կին հեռուստադիտողներ, այսօր նաև նշվում է թարթչաներկի ծննդյան օրը, ով կմտածեր, որ այսպիսի օր կա, բայց նշվում է այսօրը, որովհետև 108 տարի առաջ այսօրն է դեռևս ոչ այնքան հայտնի ընկերությունը վաճառքի հանել գեղեցկության աշխարհում հեղափոխություն իհարկե համարվող շպարի միջոցը, թարթչաներկը։ Իսկ թարթիչներին դրամատիկ ու փարթամ տեսք տալու մասին առաջինը մտածել է քիմիկոս Թերի Ուիլյամսը, որը 1913 թվականին ածուխի փոշու եւ վազելինի միջոցով քրոջ Մեյբլի համար պատրաստել է թարթչաներկ։ Տարիների աշխատանքից հետո վերջապես գոհանալով արդյունքից 1917 թվականին նա սկսել է թարթչաներկի մեծածավալ արտադրությունը եւ իր ընկերությունն էլ անվանել Մեյբլին, ինչպես միացնելով քրոջ անունն ու վազելին բառի վերջավորությունը։ Սա իսկապես բացահայտում էր, սկզբում այն մեծ պահանջարկ չէր վայելում եւ վաճառքը իրականացվում էր միայն փոստային ծառայության միջոցով, սակայն 20-ից 30-ական թվականներին, երբ թարթչաներկ սկսեցին օգտագործել հոլիվուդյան աստղերը, դրանք արագ հայտնվեցին վաճառասեղաններին։ Մեյբլինին հայտնվեցին մրցակիցներ, առաջարկելով ավելի որակյալ ու փայլուն թարթչաներկեր։ Ժամանակի գերաստղեր Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը արհեստական մազիկներ էին սոսնձում իրենց կոպերին, ապա թարթչաներկի հաստ շերտով դրանք պատելով ստվեր գցում այտերին եւ հայացքը դարձնում ավելի գայթակղիչ։ Կարող ես այդ հայացքով նայել ինձ կամ հեռուստադիտողին, որովհետեւ դու ես օգտվում։ Դա է գայթակղիչ հայացքը, Դիանա Պողոսյան։ Ոչ, եթերից չի կարելի։ Մի խոսքով այդպես սկսվեց իրեն հեռուստադիտողներ թարթչաներկի հաղթարշավը եւ այսօր էլ կանանց համար այն համարվում է շպարի ամենաանհրաժեշտ եւ սիրելի պարագան։ Իսկ տղամարդիկ երևի թե սա օգտագործում են մասնագիտական առումով։ Իհարկե գրիմանոցներում բեմ դուրս գալիս, որովհետեւ այո, սիրելիներս կան դերեր, երբ պետք են աչքերի առավել ընդգծված արտահայտությունը նայել այտերին, այո, այդպես փորձում ենք Անդրադառնանք շպարի եւ էսթետիկ տարատեսակ միջամտությունների սիրահար Ալլա Պուգաչովային, նաեւ ոչ իր կամքով հայտնվել է տեսախցիկի առջև եւ վեճի բռնվել։ Օրեր առաջ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում երգչուհուն ռուս լրագրող է մոտեցել, հարցրել, թե արդյոք Ալլա Բորիսովնան չի կարոտում հայրենիքը եւ չի ուզում վերադառնալ Ռուսաստան։ Վերջինս նյարդայնացել է, փորձել ձեռքով փակել տեսախցիկի օբյեկտիվը եւ ասել, որ ոչ, չի կարոտում եւ մտադիր չէ վերադառնալ։
բայց ինքը իսկական հայրենասեր է, իսկ հարց տվող լրագրողը հիմար ու գարշելի։ Տեսանյութի եւ լուսանկարների տարածումից հետո ռուսական էստրադայի պրիմադոննան իր անձնական բլոգում գրել է. «Շնորհակալ եմ, գեղեցիկ լուսանկարների համար հաճելի է 75 տարեկանում առանց շպարի այսքան թարմ ու երիտասարդ տեսք ունենալ»։ Առանց շպարի, թարմ, երիտասարդ, ասա, արտահայտվիր։ Ապրելակերպ երջանիկ կյանքի բանաձև, որ նա գտել է, հավատարիմ է այդ ամենին, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք նրա պարագայում։ Այս պահին հանգրվան գտած Կիպրոսում։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, մենք նաև շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են մարտի 16-ին, սիրելի հոբելյարներ, ձեզ տոնական հրաշալիորեն մաղթում, խոսեցինք Ալլա Պուգաչովայից, մի ամբողջ ժամանակաշրջան մարդիկ վարակված էին նրա երաժշտականությամբ, ճիշտ պահն է կարծում եմ, որ մենք էլ ձեզ վարակենք երաժշտական տրամադրությամբ, վերադառնանք տաղավար եւ հյուրի հետ շարունակենք մեր բարև երկիրը, մնացեք մեզ հետ։ Սիրահարվել եմ քեզ առաջին օրից, արթնացա երազից, կարոտ կա նորից, օդ չկա ինձ համար հեռու քեզանից, կաթիլը ծով դարձավ մեր սիրո չափից, քեզանով է հոգին իմ Կինոյի պես ենք իրար ճանաչել Մեր սիրո հետ շարժի ոչինչ չապել Եթե սերկա արժի երկար ապրել Մի անգամ է կյանքում սերը յոր գալիս Աշխարհը հիմքից Քեզանով է հոգին իմ վերթրջեն Կինոյի պես ենք իրար ճանաչել Մեր սիրո հետ չարժի ոչինչ չապել Եթե սեր կարժի երկար ապրել Քեզանով է հոգին իմ վերթրջեն Կինոյի պես ենք իրար ճանաչել Մեր սիրո հետ չարժի ոչինչ չապել Եթե սեր կա արժի երկար ապրել Քեզանով է հոգին իմ վերթրջեն Կինոյի պես ենք իրար ճանաչել Մեր սիրո հետ չարժի ոչինչ ապել Եթե սեր կա արժի երկար ապրել Քեզանով է հոգին իմ վերթրջեն Կինոյի պես ենք իրար ճանաչել Մեր սիրո հետ չարժի ոչինչ չապել Եթե սեր կա արժի երկար ապրել Բարեկամներ, կա մի բառ, կա մի արտահայտություն, որը կատարյալ գեղեցիկ է հնչում, դա նիրվանան է, դա հոգու կատարյալ խաղաղությունն է, ներդաշնակությունը, երբ մարդիկ հասնում են դրան, ապա ամեն ինչ կարգին է ու գեղեցիկ, բայց իհարկե դրան հասնել է պետք, եւ շատերս գիտենք, որ կա մի տարբերակ, որի շնորհիվ գուցեև կարողանանք հասնենք այդ կատարելության, ինչպես ասում են, Իսկ կա որևէ վայր, որտեղ դու մոտենում ես այդ խաղաղությանը, փոքրի շատ է։ Իհարկե։ Բնության մեջ։
եւ բնության մեջ եւ ընտանիքի գրկում ամենաջերմ ու դրախտային միջավայրը գարուն է բոլորիս հոգում ու ֆիզիոլոգիայում հաստատ ինչ որ բան այն չէ անդադար լավ բաներ են կատարվում դրան դիմանալ է պետք եւ շնորհիվ հետաքրքիր հարցազրույցի կբացահայտենք շատ գաղտնիքներ յոգայի վարպետ Սվետլանա Ավակյանն է մեզ մոտ աղավարում սիրով ողջունում ենք ձեզ հարգելի ես ասեմ նամաստե Նամաստե, մենք էլ անենք այդպես նամաստե։ Դե կարող ենք այսպես ոնց ձեզ հարմար կարող ենք այսպես անել նույնիսկ բութ մատերը մոտեցնելով մեր կրծոսկրին դա եւս բավարար է Ինչ է սա մեզ տալիս բութ մատերը երբ հպվում են ձեր կրծոսկրին անմիջապես կրծոսկրի հետին պատում գտնում է մեր թիմուս գեղձը ուրցագեղձը որը ակտիվացնում է մեր իմունային համակարգը այսինքն տարիների ընթացքում մեր իմունային համակարգը գնալով ավելի փեյֆունկցիա է ունենում, այո, բայց անընդհատ ողջունելով մենք նաև ակտիվացնում ենք։ Դա եթե ֆիզիոլոգիային տեսանկյունից մոտենանք, մյուս տեսանկյունից պարզապես ես ողջունում եմ այն ջերմությունը, որ կա ձեր մեջ, ես ողջունում եմ ձեզ, ես ողջունում եմ այն հոգուն կամ այն լույսը, որ կա ձեր մեջ, նույնը, որը կա իմ մեջ։ Հետաքրքիր է նամաստեն ողջույնն է, ճիշտ է։ Այս ժեստը նաև շնորհակալության ժեստ է, այսինքն ողջույնը եւ շնորհակալությունը համատեղվում է այս մշակույթում։ Ամեն ինչ։ Մոտ 1000 իմաստ ունի։ Այսինքն, օրինակ դու կարող ես պարզապես այսպես անել եւ թեժ վեճը տեղում հենց ավարտել։ Այսինքն, որ իմաստ չունի, այսինքն դու ում հետ ես կռիվ տալիս, երբ որ դիմացինդ, հա, եւ ինչու։ Երբ հասկանում ես դա, որ անիմաստ է, որտեղ դիմացինի հետ կռիվ տալուց դու ինքդ քեզ հետ ես կռիվ տալիս եւ պարզապես այդ պահին հենց ինքդ դադար ես տալիս եւ սա ինչ է աջ եւ ձախ կողմեր աջ կողմը ձախ կողմին միացրեցինք հա այսինքն գալիս ենք դեպի կենտրոն այո գալիս ենք դեպի կենտրոն եւ լավ զգացողություն իսկ իդեպ մենք խոսեցինք կրծոսկրի անմիջապես հետո գտնում եմ մեր սրտապարկը հա սրտապարկը սիրտը մեջը հա ինչքան կարեւոր հատված է նաև առողջության տեսանկյունից։ Ամեն ինչ գալիս է սրտից։ Այո, սրտից, այո, իսկապես դու քո սրտի հետ ես։ Այո, այն շատ բառեր կան, որ մենք այլևս ավտոմատի տակ օգտագործում ենք, սակայն դրանց տակը խորը ֆիզիոլոգիա եւ բացատրություն կա, նաև հոգեբանություն կա։ Սրտակից մարդ, սրտամոտ մարդ։ Այո։ Սիրելի Սվետլանա, թույլ տվեք սրտից շնորհավորել ձեր միամսյակը։ Սկսեցինք միանգամից շատ խաղաղ ու բարի դրացիական կարգավիճակով եւ տրամադրությամբ, այս տրամադրությամբ էլ եկեք շարունակենք, լավ եղեք, առողջ եղեք ու ձեր խաղաղությունը սփռեք բոլորի վրա եւ թող միշտ բոլորը ապրեն հաշտ ու համերաշխ։ Սիրով։ Հասկանալու համար, որ վեճը լավ բան չէ իրականում։ Իհարկե, ոչ թե լավ բան չէ, այլ ունի իր սահմանը։ Եթե դու վեճի մեջ կարող ես հասկանալ որն է նպատակը, հա, ստոպ տալ եւ կողքից նայես, տեսնես, իմաստ ունի այս վեճը։ Որոշ դեպքերում գուցե անհրաժեշտ է։ Կառուցողական է կառուցողական է թե ոչ, այո։ Մենք պետք է վեճի մեջ նույնիսկ փորձենք գտնել ճշմարտությունը։ Արդյոք դա մեզ կմոտեցնի մեր ճշմարտությանը, երկուսիս։ Չկա բազմաթիվ ճշմարտություններ, կա մեկ ճշմարտություն։ Բայց այնպես է ստացվել, որ մենք ամենքս շատ կարևոր անձեր ենք եւ ես այսօր Սվետլանան այսպես հագնված եկել այստեղ նստել է, ձեզ հետ խոսում է, զրուցում է, դուք էլ ձեր տեսանկյունից, մենք բոլոր դեպքերում մեր այդ էգոները չասեն, բայց մեր արտաքին պատկերներն են իրար հանդիպում, բայց մեծ հաշվով մենք միմյանց հետ կիսելու բան չունենք։ Եվ դրա համար վեճ չենք ունենում, ինչու, որովհետև դուք իհարկե այլ մենք հենց հիմա հավաքվել ենք, որպեսզի կառուցողական որոշակի զրույց տանենք եւ հասկանանք ինչ է ընդհանրապես այլ հարց է, եթե 3 օր կշարունակենք զրույցը, գուցե վեճ առաջանա։ Բայց այ հիմա գուցե մեկ այլ մասնագետ էստեղ լիներ, կասեր, այ դու ճիշտ չես ասում, հա։ Եվ այդպես բախումներ առաջանային։ Ասենք քննարկում, ոչ բախում։ Գիտեք, հետաքրքիր է, որ այո, եթերի շրջանակներում բարև երկրի ժամանակ, այո, մենք պարտավոր ենք անել հնարավորինս, գուցե եթե համաձայն չենք կամ չենք կիսում դիմացինի կարծիքը, բայց սա դրական ժամանցային ձևաչափ է, այնպես որ այստեղից մեր սիրելի հեռուստադիտողին միայն ու միայն պետք է գնա դրական ու լավ տրամադրություն, դա մեր Պարզքն է մեր առաքելությունը։ Այս փիլիսոփայական գիծը ինձ շատ դուր է գալիս մեր զրույցի, բայց վերադառնանք բուն թեմային յոգայի վարպետ Սվետլանա Ավակյան։ Վերջերս, բավականին վերջերս, իհարկե, յոգան շատ նորաձև է դարձել մեր երկրում։ Խոսում ենք մեր երկրի մասին, հատկապես կանանց շատ գրավում է։ Մինչ կանդրադառնանք եւ կհասկանանք, թե ինչու է այդքան գրավիչ յոգան,
Ուզում եմ ձեր անցած ճանապարհից մի փոքր խոսենք։ Արդյոք սա ձեր միակ մասնագիտությունն է, եթե կարելի է ասել մասնագիտություն, գուցե այլ կերպ են անվանում յոգայի վարպետներին, եւ ինչը ձեզ գրավեց այս խիստ մեր երկրում, նորից կրկնվեմ, նորաձև մասնագիտության մեջ գուցե։ Շատ գեղեցիկ հարց տվեցիք Ջանա ջան, շատ շնորհակալություն, որ անդրադարձաք նաև իմ անցյալին, անդրադառնում եք իմ անցյալին։ Հետաքրքիր է, երբ մի փոքր ավելի ուսումնասիրում ես յոգայի փիլիսոփայությունը կամ յոգագիտությունը, որովհետև սա գիտություն է, դու հասկանում ես, որ իրականում երբեք յոգայից դուրս չես եղել։ Մենք ոչ մեկս յոգայից դուրս չենք։ Յոգա բառի իմաստը պետք է հասկանանք, որ հասկանանք ինչու հենց այս կամ ինչու եմ ես միշտ յոգայի մեջ, հա։ Յոգա բառը պարզապես նշանակում է միացում։ Այ մենք երկու ձեռքերի ափերը միացրեցինք, մենք միացանք։ Մենք հիմա զրուցում ենք, մենք միացանք։ Երբ ես համահունչ եմ իմ մտքերի հետ, իմ ասացի հետ, իմ արածների հետ, իմ էմոցիաների հետ, ես պարզապես չեմ թողում, որ իմ էմոցիաները դուրս չպրծվեն, բայց ոչ էլ կառավարում եմ ու սեղմում եմ իրենց իմ մեջ, դա արդեն իսկ միավորում է, երբ ես ինքս ինձ էլ եմ տեղ տալիս եւ նաեւ հասկանում եմ, որ մենակ ես չեմ այս երկիր մոլորակի վրա եւ կան բազմաթիվ եսեր եւ մենք միմյանց հետ հավասարակշռության մեջ ենք, այո։ Գիտեք ինչպես կարելի է նկարագրել, կա ինդիվիդուալ ես եւ կա տիեզերական ես։ Կարծես այդ տիեզերական ես գոյությունն է, ամբողջ գոյությունն է։ Ես առաջին իմ մասնագիտությունով, եթե մի ակնթարթ անենք, միկրոչիպերի նախագծող եմ, հա։ Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծող, ինժեներ application engineer, այդպես ասված, բայց իր բնությունով դա ինձ ինչ է սովորեցրել, որ նույնիսկ միկրո աշխարհում, հա, կամ նանո աշխարհում տեղի են ունենում նույն process-ները, ինչ որ մակրո աշխարհում։ Նույնիսկ այն ամենափոքր էլեմենտը, որ հենց այս պահին արդեն բացահայտել են, դա Higgs-ի էլեմենտն է, դա նույնպես իր մեջ ներառում է ամենափոքր էլեմենտը, մեր բոլորիս մեջ կա։ Այդ միավորումը դա նաև այն է, որ ես հասկանում եմ, որ այն ինչից ես բաղկացած եմ, դու էլ ես բաղկացած, այսինքն դուք իրականում ես եմ, դուք իրականում ես եմ, ես իրականում դուք եք, ես ձեր հայելին եմ, դուք իմ հայելին։ Դա մտածողություն է պարզապես, բոլոր աստծո պատկերով ստեղծված նույն իրավունքներով։ Նույն Աստված կարող ենք ասել գոյություն, նորից եմ ասում, քանի որ ֆիզիկայի աշխարհից եմ գալիս, ինձ ավելի հեշտ է տիեզերական process-ներից խոսել գիտական նաև տերմիններով։ Գիտեք ինչն է հետաքրքիր, դա մտածողություն, այո, որին պետք է հասնել ու ունենալ գիտակցական շատ բարձր մակարդակ, որովհետև այդպես ապրել դա նշանակում է ունենալ ներդաշնակ ու շատ կայուն ինքնաբավ բնավորություն, որպես այդպիսին թվացial։ Հիմա դուք ինչ եք ուզում ասել, որ յոգան համարելով գիտություն, մենք կարողանում ենք գիտության միջոցով, յոգայի միջոցով մեր ուղեղի ազդակները ավելի ակտիվացնել ու դեպի այդքան դրականը տանել, այո։ Այո, բայց ոչ միայն դա, այդքան պարզ process չի, որ այդքան պարզ լիներ, կարծում եմ բոլորս նիրվանայի կհասնենք, բայց իրական յոգայում նիրվանան կոչվում է սամադհի, սամադհի, եւ բոլորս կհասնենք այդ սամադհի կամ լուսավորության աստիճանը կամ օրհնությանը, գեր տիեզերական աստվածային օրհնությանը, այսպես ասած։ Իսկ դա գերբնական շնորհ է, որոնք կրում են մարդիկ, որոնք հասնում են ի վերջո նիրվանայի, թե տեխնիկական հարց է, այսինքն կարելի է տարիների ընթացքում տեխնիկական հարց է, բոլորս ունենք այդ հատկանիշը, բոլորս։ Բայց բոլորս ունենք այդ հատկանիշը եւ միակ էակը գոյություն ունեցող այս երկիր մոլորակի վրա, որ հնարավորություն ունի դա հասկանալու, դա մարդն է։ Որովհետեւ բանական էակ է, ունի մտածելու կարողություն։ Ունեն գոյության պայքար։ Գոյության պայքարը քեզ հնարավորություն չի տալիս, որ դու հասկանաս որն է քո միսիան կյանքի, որն է քո էությունը, ինչու ես դու ապրում, ինչու ես եկել, ստեղծագործելը բնորոշ չէ կենդանիներին։ Մտածելը բնորոշ չէ կենդանիներին։ Նրանք ունեն մեկ ինստինկտ, ռեֆլեքս։ Կամ փախչել, կամ սառչել, կամ կռվել։ Մարդկանց տրված է հնարավորություն դրանից մեկ քայլ առաջ գնալ։ Մարդը միակ կենդանի էակն է, արարածն է, որ ունի գեր զարգացած ուղեղ,
ոչ միայն այն բոլոր շերտերը, որ ունի շիմպանզեն կամ բոնոբո պրիմատը, այլ նաև ավելի մեծ զարգացված կեղև, որը նաև գաղափարական իրեն հասկացնել է տալիս, արդյոք որի շնորհիվ նաև զարգացել է մեր լեզուն, մեր լսողությունը, մեր հոտառությունը, մեր բոլոր զգայարանները։ Մարդը միակ կենդանին է, որ իր զգայարանները օգտագործում է ի օգուտ իր զարգացման, բարօրության։ Մարդը միակ կենդանի արարածն է, որ զգոն է, որ ունի զգայարաններ, որ զգոն է, որ ունի շնչառություն, որ զգոն է, որ ունի ֆիզիկական մարմին, որը սոված է, որ զգոն է, որ այդ սովածությունը եթե չլինի, ինքը կարա նաև survive լինի, հա, կենդանի մնա։ Եվ այդ ամեն ինչը հենց յոգայի շնորհիվ է, այսինքն յոգայի ամբողջ նպատակը հենց դա է, որ դու միացած լինես կենդանի, պարզապես կենդանության կռիվ չտանես, այլ հենց դա է, որ մենք ունենք բոլորս այդ հնարավորությունը զգոն լինելու, որ մենք կանք։ Բայց տեսեք հենց այդ նույն վեճին եթե վերադառնանք, շատ մանր զրույց է, բայց ինքը այնքան սիրուն նկարագրում է այդ իրավիճակը։ Նույն վեճի ժամանակ մենք մեզ կորցնում ենք, այնքան տարված ենք, չէ՞ որ այդ պահին հորմոնները այնքան ուժեղ են, որ sense կարմրում ես այդ արձագանքը պորտկումները կարող են պորտկումները ու դու sense պատրաստ ես հեսո գնաս գզես, դա էլ է բնական, կենդանականը։ Բայց մի պահ, երբ որ քեզ կողքից նայում ես, ասում ես դու հասկանում ես, երբ որ դա լավ է, էլի, հա, նորմալ ռեակցիա է, բայց իրականում այդ ռեակցիայի շնորհիվ քո երիկամները մեկ շրջան ավելի շատ պտույտներ արեցին եւ դրա պատճառով իրականում քեզ վնաս եղավ եւ դու քո կյանքի սպինը պակասեց։ Հենց այդ ջղայնության պահին դու չշնչեցիր։ Խորը ներշունչ չարեցիք թթվածինը, չբերեցիք ձեր բոլոր բջիջներին նյարդային, որոնք այդքան այդ թթվածնի կարիք ունեն։ Չեն այդ պահին ասում, չէ՞, պարզապես ասում ենք խորը շունչ, բայց չենք հասկանում։ Հա, ինչի մասին է, ուղղակի։ Նաև արտաշնչենք, որ կարողանանք այդ խորը ներշունչը կատարել։ Սվետլանա, իսկ ինչու բոլոր մարդիկ այդ դեպքում չեն կարողանում ներդաշնակել, հավասարակշռել իրենց այդ բոլոր զգայարանները եւ հաշտ ու համերաշխ ինչպես իրենց հետ, այլ նաեւ դիմացինի հետ ապրել։ Այստեղ գալիս է այնուամենայնիվ յոգայի պրակտիկ դասընթացները օգնության, որքան էլ որ մենք բոլորս ապրում ենք ֆիզիկապես յոգայի մեջ։ Շատ լավ հարց տվեցիք, Դիանա ջան, որտեվ այո, յոգան ոչ միայն փիլիսոփայություն է, բայց հենց պրակտիկ կիրառումն է։ Եվ Պատանջալին, ով համակարգել է այդ գաղափարը կամ այդ գիտությունը մտային յոգայի մասին, հա, մտավոր յոգայի մասին, կամ ռաջա յոգա են ասում, կամ նաև ասում են աշտանգա 8 աստիճան յոգա, այդ առաջին 2 աստիճանները վերաբերում են դիսցիպլինային, որը դու կարող ես տանել հասարակության մեջ, այսինքն փոխհարաբերություններում, եւ ամենաառաջին յոգան սկսվում է հենց մարդկային փոխհարաբերություններից, այսինքն սովորեցնում է, որ մի վնասիր, մի խափիր, մի գողացիր, այո, բոլոր 10 պատվիրանները եւս կան յոգայում, հա, այսինքն 5-5 են բաժանվում, մյուսներն էլ արդեն քոնն են, այսինքն պահիր քո դիսցիպլինան, մաքուր եղիր, ճշտապահ եղիր, ճիշտ խոսիր, եթե մի բանը սկսել ես ավարտին հասցրու։ Այդ ամենը պատկերացնում եք այդ հենց յոգայի փիլիսոփայության հիմնաքարերն են։ Հետո նոր դրանից հետո ասում է, տեսեք, մենք բոլորս միս ու արյուն ենք, չէ՞, այդպես ենք ասում, միս ու արյուն ենք։ Մենակ արյուն չենք։ Այդ արյունը, որ մեր չպտտվում է, օքեյ, դա շնչառություն է, բայց մյուս տեսանկյունից մենք նաև պետք է արտաշունչ կատարենք։ Դա ինչ որ ձևով, ինչպես է արտահայտվում, չէ՞ որ արտաշունչ մենք ասում ենք, ածխաթու գազը դուրս եկավ։ Մենք այնքան ավտոմատիկ բաներ ենք ասում, որ այլևս ֆիզիոլոգիայի մեջ չենք խորանում։ Դա իրականում նաև ավիշն է մեր մեջ, չէ՞ որ ավիշը եւս պտտվելու կարիք ունի։ Իսկ ավիշը ինչ է, այդ բոլոր նյութափոխանակության արգասիքները իր մեջ է կրում այդ հեղուկը։ Եվ տարիների ընթացքում, ճիշտ այնպես ինչպես լուսինն է ազդում երկրագնդի վրա, այդպես նաև այդ մեր մեջի հեղուկների վրա ազդում է նաև լուսինը։ Եվ հատկապես օրեր կան, որ մեր հուզականությունը ավելի բարձր է, որտեղ մակընթացություն, տեղատվություն նաև մեր մեջ է տեղի ունենում։ Եվ իհարկե մենք ոչինչով չենք տարբերում, եթե մենք չիմանանք այդ հեղուկը ինքներս մեր մեջ պտտելու օրենքները, իսկ դա որն է պարզապես շարժվելը, չէ՞, ֆիզիկական վարություն կատարելը, շնչելը, գործողություն կատարելը, ստեղծագործելը, մարդը ծնված է այն բանի համար, որ նա պետք է արարի,
վերջ, ուրիշ բան չկա, այսինքն այդ իր միսիաներից մեկն է, այսինքն յուրաքանչյուր մարդ գործունյա է։ Անգործունյա, նու կամ որ դու մաքսիմում քիչ էներգիա ես ուզում ծախսես, բայց դա մահ է։ Այսինքն ինչ որ ձևով կանգ է, հա, հասկանում ենք, չէ, այսինքն այո, հիմա, երբ որ մենք իրականում մեր վտանգը հենց սկսում է ընտանիքից, բայց երբ որ դու այդ շարժման մեջ լինելով, նաև չես հասկանում, այդ արգասիքները ավիշը մեջդ նորմալ դուրս չի գալիս, նորմալ նյութափոխանակություն տեղի չի ունենում, նաև սննդային տեսանկյունից լավ չի, նաև շնչառության տեսանկյունից լավ չի, այսինքն մենք պետք է էներգիա ստանանք, դա օգտագործենք եւ ծախսենք, սպառենք, բայց այդ process-ն էլ նորմալ տեղի չի ունենում եւ բնականաբար պետք է գան տարբեր կուտակումներ, տարբեր հիվանդություններ, այդպես ենք անվանում, հա։ Այսինքն հիվանդությունը իրական տարբեր տեղերում այդ հեղուկների կամ այդ էներգիայի կամ այդ արյուն, ավիշ էներգիաների բաշխումն է եւ մեզ մնում է մենակ այսպես, հա, բայց շնչառությունն էլ ինչ բոլորից տրված է նույն չափով թթվածին։ Բայց ինչքանով են կարողանում դա վերցնել։ Դա վերցնել, այդ խոր ու մեծ հարց է, մենք կարող ենք ձեզ հետ իսկապես շատ երկար հարցազրույց ունենալ, բայց հաշվի առնենք, որ եթերաժամանակը ունի իր սահմանափակումները, դրա համար չմոռանանք նաև, որ միամսյակ է ու վերադառնանք կանանց ու հատկապես այն կարևոր հանգամանքին, որ մեր շրջանում մենք տեսնում ենք եւ տալիս ենք հաստատ այդ գնահատականը, որ կանայք ավելի շատ են հետաքրքրվում յոգայով։ Ինչու՞, որովհետեւ բնությունը նրանց ավելի հուզում առատ է ստեղծել արդյոք դա չենք կարող չէ ժխտել ամեն դեպքում որովհետև գուցե ավելի փիլիսոփայորեն են նայում կյանքին կանայք ավելի քան տղամարդիկ ասվում է որ օրինակ տղամարդիկ ունեն որովայնային շնչառություն կանայք կրծքաբանդակով են շնչում իսկ դա խոսում են նրանց շատ ավելի նուրբ նյարդային համակարգ եւ հուզական ավելի լինելու փաստը ինչ կասեք այս սիրուն բան ասիկ բայց նաեւ մարմնի կառուցվածքին հետևում են այստեղ կուզենամ նաեւ անդրադառնանք թե արդյոք յոգան նաև փոխարինում է այդ ֆիզիկական վարժանքներին շատ հաճախ կարելի է լսել որ գնում են յոգայի նաև նիհարելու համար կամ ավելի սլավսիկ կազմվածք ունենալու այս հարցին այնքան բազմաշերտ ու լավ հարցեր եք տալիս ու խորքային ու նաև խնդրային հարցեր են որովհետև նախ այդպիսի հասկացողություն չկա որ կանայք շնչում են միայն կրծքային հատվածով տղամարդիկ միայն որովայնային, որովհետև դա միֆ է, մարդը պետք է յուրաքանչյուր մարդ, սա ֆիքսենք, սա միֆ է եւ յուրաքանչյուր մարդ պարտավոր է շնչել տարածական։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրիս մոտ մեկն է շնչի ժամանակ պետք է աշխատեն թոքերի 3 հատվածներն էլ։ Այսինքն թե որովայնը, թե կրծքային միջին հատվածը եւ թե վերևի ապերտուրաները, այսինքն նաեւ անրակային հատվածը, հա։ Այսինքն 3 մասերն էլ պետք է ակտիվ լինեն, մեկն է շնչի եւ մեկ արտաշնչի ժամանակ։ Եւ դա արդեն իսկ ըստ յոգայի տեսանկյան արդեն իսկ խնդիր է, եթե դու 3 հատվածներն չես կարողանում։ Այսինքն մենք տարածական էակներ ենք։ Մենք եթե կինեզիոլոգիայով գանք, այսինքն ապացուցողահեն գիտությունով գանք, մենք անդադար անկման մեջ ենք կամ առաջ կամ կողք եւ դա պահելու համար մեզ անհրաժեշտ է ստաբիլիզացիա ինչ քայլ դինամիկ քայլ եւ շնչառություն որ կողքից կողք չգնանք այսինքն շնչառությունը պետք է լինի առաջ հետ աջ ձախ վերև ներքև դա ընդհանուր շնչառությունն է այո եւ մենք մեր շնչառությունը սկսում է իրական կոնքի հատակից այսինքն մենք բոլոր դեպքերում պետք է այնպիսի դիր գտնենք որտեղ ես նաեւ իմ կոնքի հատակից կսկսեմ շնչառությունս ամբողջությամբ կատարել դա այդ մի հարց է այսպես փակենք ցավոք այո այնպես է ստացվել որ ամբողջ աշխարհում է տենդենս այնպիսին որ հենց կանայք են միայն գնում սակայն յոգան ի սկզբանե ստեղծված է եղել տղամարդու համար այո կոնկրետ եթե խոսում ենք այս յոգայից ինչու որովհետև իրականում տղամարդը մի հետաքրքիր հատկանիշ ունի ինքը կնոջ նման ցիկլիկ չէ հա ամսական ցիկլով չի ապրում տղամարդը ամենօրյա ցիկլով է եւ այդ տեսանկյունից իրեն բայց նաեւ են ձեր ասած միֆի մեջ ճշմարտություն էլ կա որ որովայնով է շնչում այսինքն այդ տեսանկյունից ինքը շատ նյութական է տղամարդը եւ այսինքն նյութական արտաքին աշխարհը իրեն ահավոր շատ շեղում է եւ յոգան ամբողջ նպատակն էր որ ինքը հաղթահարի այդ նյութական աշխարհի գրգռիչները
դա կլինի կին, դա կլինի սնունդ եւ դա կլինի կառավարում, ղեկավարում, ագրեսիա եւ կբարձրանա իր ավելի բարձր էության բացահայտմանը։ Այսինքն յոգան ի սկզբանե տղամարդու համար է ստեղծված, այլ ոչ թե կնոջ։ Սակայն տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ կանայք ավելի շատ են մտել սրա մեջ, որտեղ սկսել են ինչպես է այն մտել, հա, արևմտյան աշխարհ, որ հասկացել են, որ որոշակի դեպքերում մեր հոդերին շարժունակություն է պետք եւ բավարար չի այդ նստակյաց կյանքի պայմաններում ունենալ բավարար չափով շարժումներ եւ հենց յոգան իր վարժությունների հետ մեծ բույլով եկավ առաջ։ Պետք է հաշվի առնենք, որ Հնդկաստանը երկար տարիներ եղել է Անգլիայի տիրապետության տակ եւ 1940-ականներից սկսած է, որ նոր անկախացել է, բայց դրանից առաջ արդեն իսկ հնդիկները այդ անկախության կոչերն էին անում, ասելով, որ ինչու եք դուք անպայման այդ շտանգաները բարձրացնում, երբ որ մենք այլևս ունենք մեր իսկ գործիքը, որը կոչվում է յոգա։ Հա, եւ այդ 1900-ականների սկզբերին նոր սկսեց բում ապրել, իսկ արդեն 30-40-ականներից սկսած նաեւ ավելի արևմտյան աշխարհում սկսեց տարածվել, այո։ Դե էլ չեմ խոսում, որ Ռուսաստանում հին յոգեր կային եւ Հայաստանում եւ Ռուսաստանում շատ հետաքրքիր ծագում եւ նաեւ պատմություն ունի։ Այսօր միանշանակ կանայք ավելի հակված են դրան, որովհետև նաև չեն կարող շատ մեծ ծանրություններ կատարել ֆիթնես սրահներում, նաև իրենք հենց իրենց համար տեսել են, որ շատ ակտիվ աերոբիկ վարժանքները իրենց մեծ վնասներ են տալիս նույն հոդերին։ Յոգայում ամեն ինչը բաշխված է եւ այնպես է արվում, որ դու հասկանաս եւ ինդիվիդուալիզացված է, հա, այսպես ասենք, եւ դու հասկանում ես, այս մարդուն կարելի է այս ձգումը, թե ոչ։ Սահմանափակումներ կան, գուցե իրեն համար բլոկեր օգտագործեն կամ աթոռ կամ ինչ-որ պարագա, որը կօգնի, որ ինքը այս վարությունը կատարի։ Այսինքն մաքսիմալ բերել ենք հասանելիության դաշտ, բայց միևնույն ժամանակ միայն յոգայի վարժությունները չեն։ Եթե ես յոգայի սենյակում խոսեմ դրական բաներից, բայց դուրս գամ դիմացինից հարվածեմ, ապա որտեղ մնաց յոգան։ Բազմադարյա յոգայի պատմությունը տեղավորել մի քանի րոպեի մեջ շատ դժվար է ասում եմ ու համեմատել, բայց որոշակի իսկ այն վերջին հատվածը, որ նիհարում են, դա կարող ենք ասել, որ ոչ թե ֆիզիկական վարժանքներից, այլ առավելապես շնչառությունից։ Այո, միանշանակ, տեսեք, պետք է հասկանանք ինչու ենք մենք նաև չաղանում, հա? Այսինքն ինչու ենք քաշ հավաքում, նյութափոխանակության խախտում, վատ արտաշնչի արդյունք։ Ասեն ավելի կարևոր է արտաշունչը քաշելը։ Միանշանակ արտաշնչի, այսինքն արտաշնչելու դու վախենում ես բաց թողել։ Դու վախ ունես։ Գլոբալ մեծ տեսանկյունից եթե նայենք, էլի եթե գանք արևմտյան փիլիսոփայությանը, մարդը հոգեֆիզիոլոգիական էակ է։ Դա ապացուցված է եւ ամենտեղ գրված է մարդը հոգեֆիզիոլոգիական, այսինքն իր հոգեհուզական վիճակները նպաստում են իր ֆիզիոլոգիայի ազդեցության վրա։ Դա չի կարելի Աստորեն դա էլ միֆ չէ, որովհետև շատ հաճախ մեր հայրենակիցներից լսում ենք արտահայտություն, որ իմ նյարդային համակարգը եթե հանգիստ է, ես ավելի լավ արտաքին ունեմ, իսկ եթե ես լարված եմ, ես անդադար կարող եմ նիհարել։ Այո, եւ հիմա հատկապես արտաքին աշխարհը բավականին արտաքնացած է։ Այսինքն շատ ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, որ ամեն ինչ այսպես լինի, մեդիա դաշտն էլ է այդպեսին։ Այսինքն սոցիալական դաշտը, հա, սոցիալական կայքերի դաշտը, եւ դու անընդհատ մտածում ես, ես գուցե բավարար չեմ, մի քիչ էլ սիրունանամ, մի քիչ էլ այստեղ կտրեմ, մի քիչ էլ, եւ դրանով դու նաեւ ամբողջականությունը խաթարում ես, հնարավորություն չես տալիս այդ ամբողջականության մեջ քեզ հասկանալու, որ չէ, բայց այստեղ կտրելով, այստեղ աճացնելով, ինչ որ հարցերի չես գա։ Եվ այո, երբ որ այո, պետք է խնդիրը գտնենք, այսինքն երբ որ այն պահից սկսած դու հասկանում ես, որ դու անդադար ուզում ես ուտել, այդ նշանակում է ուղեղում մի կենտրոն դեռ բավարարված չէ։ Որոշակի դեպքերում քեզ ասում է դու անհանգիստ ես, սոս, հեսա կարող է գան քեզ սպանեն, որտեղ եթե դու սիրուն չես, այդ նշանակում է վտանգ կա, որ կարող է գան քեզ սպանեն։
Այսինքն այդ տեսանկյունից եթե մոտենանք, հա, ու ստրեսը, հիմա գերիկամները սկսում են գերֆունկցիա ունենալ։ Գեր, էսել կեր։ Ամեն դեպքում, եթե փորձենք շատ ընդհանրական խոսել եւ ամփոփել մեր հարցազրույցը, ապա պետք է կարևոր մի եզրահանգման գալ, որ հատկապես այս օրերին 21-րդ դար եւ այս ժամանակահատվածում ռիթմը սարսափելի արագ է եւ մարդիկ մի կերպ են փորձում գոյատևել ու դիմակայել այս ռիթմին, անկախ ոլորտից, անկախ մասնագիտությունից, անկախ սպորտաձևից, խնայենք մեր բնազդը, մեր ուղեղը, ազդակները, մեր նյարդային համակարգը եւ անկախ մեզնից գուցե մենք էլ ընկղմվենք յոգայի ներդաշնակ ու հետաքրքիր աշխարհում եւ բնազդով չապրենք։ Փոքրիկ տոկոսով մենք էլ կարողանանք ընկալել այդ հոգու ներդաշնակությունը։ Ինչ ավելի ապրենք հանգիստ, մեծ հանգստություն եկավ ձեզնից, սիրելի յոգայի վարպետ Սվետլանա Ավագյան։ Ես առաջարկում եմ առողջ ճիշտ շունչ արտաշունչով ամփոփենք մեր հարցազրույցը։ Նստում ենք հարմար, որ գտնենք մեր կոնքի հատակը։ Կոնքի հատակ կոչեցավ, ձեր երկու նստոցներն են։ Եթե քաշը տեղափոխեք աջից ձախ, դա կարող եք գտնել։ Հիմա նաև Ես իհարկե ձեր ասածը հիմա չեմ ընկալում, բայց շատ հարմար եմ նստած։ Շատ հարմար եք նստած, շատ լավ է, Հայկ ջան։ Միակ ըստեղ թերություններն է, որ շատ հետ ենք նստած, այսինքն հիմա ձեր Տուն դեպոյում ենք, մեզ լավ ենք զգում, բավարարում մի առաջանի ասում ինձ էլ է այստեղ բավական շատ լավ բարձ ունեք, որը նաև յոգայի համար է բավական հարմար, այսինքն լավ կարելի է հենց էսենց նմանատիպ դիրքերում նստել եւ շնչել։ Եթե մի փոքր մեր մարմինը առաջ լինելի, անկման մեջ ենք լինելու, ստրեսը միանալու է, այսինքն պետք է քաշը մի փոքր հետ բերենք, ահա։ Նույնիսկ դա կարող ենք զգալ մեր կրունկների վրա, այսինքն եթե քաշը տեղափոխենք մեր կրունկներին ոտնամաների մեջ էլ։ Ախ, դրա համար են ճնշումը չափելիս, ասում են հանգիստ նստեք։ Այո, ճիշտ դիրքով, ձեռքը ճիշտ։ Այսա կօգնի, որպեսզի նաև դուք ազատագրեք ձեր իրանի երկու կողմերը եւ կրծքավանդակը բացեք։ Ձեռքերը պահեք պարզապես ափերով վեր, ահա։ Հիմա զգացեք, որ նախ շնչում եք որովայնով ու ոնց որ կոնքի հատակն էլ հրի մեր բազմոցը, հետո միանգամից վեր, ոնց որ մինչև ձեր կողերը, հա, աջ կողը գնա դեպի աջ, ձախը դեպի ձախ, Ջանաջան մի փոքր ձեռքեր էլ էսպես դրեք, որ թևատակերը բացին, ոնց որ մինչև թևատակը շնչեք։ Ու հիմա մինչև անրակները, ոնց որ կարծես այս հատվածը փոս մտնի, հա, ձեր անրակները կարծես ներքաշում ունենա, բայց արտաշնչում ենք որովայնից սկսած, այսինքն եթե գալիս է, ուրեմն նշանակում է գեր strain-ը ոնց են ասում, ծանրաբեռնել ենք, հա, լարել ենք, ահա, պետք չի լարվել։ Պարզապես ներշունչ արտաշունչ։ Դա վերաբերում է ամեն ինչի։ Ալիքաձև։ Այո, ալիքաձև, ներշունչ եւ արտաշունչ։ Հայկ ջան, եթե այս ջուրը ձեզ համար նախատեսված լինի, եւ այդ բաժակը իսկապես ձեր բաժակը լինի ու ձեր համար լավը լինի, դուք եթե վերցնեք, դուք դիր գտնելու եք որտեղ սա ձերը եթե լինի, կշնչեք։ Իհարկե։ Լարված, եթե մի միջավայրն որտեղ դուք լարված լինեք, դուք այդտեղ չեք շնչելու։ Էդ էլ է ձեզ համար ազդակ։ Այ ես որսացի ինձ այն մտքի վրա, ինչպես ասացիք, ավտոմատացված մեր ժողովուրդը մենք օգտագործում ենք, չէ՞, արտահայտություններ, որ ասացիք, եթե հարմար չի, շունչը կտրվում է։ Մենք էլ չէ, երբ որևէ անհարմար դրություն է, վախի մեջ ենք, նյարդային ինչ-որ անհանգիստ վիճակում, ասում ենք, շունչս կտրվեց, շունչս չի հերիքում, շունչս սպահեց, ինչ-որ չեմ կարողանում, հա։ Այ հենց պետք է գտնենք մեր շնչառությունը, այո, ամեն իրավիճակում գտեք շնչառությունը, էլի տվեք դիմացինի գլուխը ջարդեք։ Ես դեմ չեմ, բայց շնչելու։ Մի մոռացեք շնչել։ Հաստատ այդ ժամանակ չեք ուզել։ Շնորհակալություն ձեզ։ Հաճելի է, Շատ շնորհակալություն։ Էլի նամաստե։ Նամաստե, Նամաստե։ Ստեցություն ասեք։ Մեզ մոտ աղավարում էր յոգայի վարպետ Սվետլանա Ավագյանը։ Բավականին իսկապես այսպես հանգստություն, խաղաղություն, ինչ բառեր են գալիս մտքիդ, ներդաշնակություն, արի դու վայելից հավասարակշռված, եթե լինեին օրինակ հոտավոբիկ, ավելի հարմար, գորգի վրա համապատասխան, ինչքան հաճելի կլիներ։ Այո։ Երանիկո երջանիկ ամուսնու, որ քեզ կտեսնի այսպես երջանիկ ներդաշնակության մեջ։ Բարեկամներ, սա Բարև Երկիրն է, մենք շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։
Բարեկամներ, շարունակվում է Բարև երկիրը, ունենք հրաշալի մի էջ, որը շատ գեղեցիկ է, միայն հենց իր վերնագրով, էլ չխոսեմ իհարկե բուն էության մասին։ Էթիկա եւ էսթետիկա, այո։ Այս ամենը երբ ասում ենք, իհարկե կողքին պատկերացնում ենք կնոջը, որովհետեւ կնոջից առավել էսթետիկ երևույթ դեռևս ես չեմ տեսել։ Խնդրեմ, ինչ ենք վայելելու։ Այո, երեք մեր հյուրերի հետ խոսում էինք 19-ից 20-րդ դարաշրջանի կնոջ զգեստապահարանի գաղտնիքների մասին, իսկ այսօր խոսելու ենք մերօրյա կնոջ եւ մերօրյա միտումների նորաձևության մասին։ Դա նշանակում է, որ Արմինե Բրսոյանը հիմա հայտնվելու է կադրում եւ մեզ պատմի, թե այս գարնանը կանանց ինչ է առաջարկում նորաձևությունը։ Խնդրեմ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, դուք ձեր էկրաններին կրկին տեսնում եք ինձ, նշանակում է ժամանակն է խոսելու այն կարևորի եւ գեղեցիկի մասին, ինչը մեր կյանքը դարձնում է ավելի լիարժեք։ Ես հուսով եմ, որ գարնան սպասված արևը ջերմացրել է ձեզ բոլորին եւ միասին այդ ջերմությամբ լի հիմա կվերադասավորենք մեր գարնանային զգեստապահարանը։ Ես առանձնացրել եմ գարնան համար նախատեսված նորաձևության մի քանի միտումներ, որոնք իմանալով դուք կարող եք արդեն կազմել ձեր սեփական համադրությունները, հիմքում ունենալով ձեր հագուստի տեսականին։ Հիշեցնեմ, որ Pantone ընկերությունը 2025-ի գլխավոր գույն ճանաչեց Mocha Mousse, որը շագանակագույնի շատ բաց եւ նուրբ երանգ է։ Իսկ հարակից գույներից են բաց կանաչից դեպի խաք կանաչ, որը կարող է գնալ դեպի դեղին, ռետրո կապույտ, գունաբաց գազարագույն, բաց վարդագույն, նուրբ երանգի մանուշակագույն և կատնագույն։ 2025-ի համար, ինչպես նկատեցիք, հնարավորինս բնությունից վերցված և բնական գույներ են, դե իսկ գույների մասին մեր ամբողջական թողարկումը դուք կարող եք գտնել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում, իսկ հիմա արդեն խոսենք թրենդներից։ Եթե վերջին տարիներին մեծ տարածում ունեին oversize, լայն եւ ավելի հարմար հագուստը, ապա հիմա նորաձևությունը մեզ առաջարկում է էլեգանտ տարբերակները։ Իհարկե oversize-ն այսքան շուտ չի հեռանալու, բայց առաջ է գալիս այսպես կոչված հանգիստ շքեղությունը։ Այս միտումը դուք կնկատեք ինչպես դասական, այնպես էլ սպորտային հագուստի մեջ։ Մի քիչ մեծ թվացող հուդիներին աստիճանաբար կփոխարինեն նեղ ու մարմինն ընդգծող սպորտային հագուստը։ Կարծես բոլորը ոգեշնչված լինեն առողջ ապրելակերպով եւ յոգայով։ Եվ հենց այստեղ շտապ եմ նշել, որ իրականում ամենակարևորը մեր հարմարավետությունն է եւ նորաձևությունն ինքնին որևէ պարտադրող ենթատեքստ չունի։ Նախորդ տարվա վերջից իրենց դիրքերը սկսեցին ամրապնդել տարաբնույթ եւ հետաքրքիր օձիքները, որոնք կարող ենք համարել 2025-ի գլխավոր հիթը։ Ժանյակավոր, ասեղնագործ, մետաքսե, վիլյուրե, անգամ կաշվե եւ ջինսե։ Դիզայներներն առաջարկում են ամենատարբեր մոտեցումները։ Ամենատարածվածը դեռևս զգեստներն ու վերնաշապիկներն են, արտահայտիչ օձիքներով, բայց ոչ սովորական լուծումները ևս գեղեցիկ են։ Դուք կարող եք նաև չմոռանալ ամենադասական վերնաշապիկների մասին։ Նախորդ տարիներին շատ մեծ տարածում ունեցող ծաղիկ բրոշներն աստիճանաբար դուրս են գալիս նորաձևությունից, դրանց փոխարինելու են գալիս ավելի դասական, մինիմալիստական և մետաղյա տարբերակները։ Շատ լայն տաբատները և կարգո ոճը ևս իր դիրքերը զիջում է։ Եթե խոսենք կոշիկներից, ապա այս գարնան համար դուք կարող եք վերցնել հիմնականում կտորային տարբերակները, կարող է լինել վիլյուր, մետաքս և զամշ։
Գիտեմ, որ ոչ բոլորն են սիրում կտորային կոշիկները, որովհետև դրանք հիմնականում շատ դժվար է համադրելը։ Եթե ամեն դեպքում ցանկանում եք ունենալ, ապա ընտրեք ավելի նուրբ տարբերակները։ Կերպարն ամբողջացնելու համար իհարկե մեզ պետք են զարդեր։ Խոսելով դրանցից, ասեմ, որ այս տարվա համար խուսափեք մանր ուլունքներով, ծաղիկներով, վառ քարերով տարբերակներից։ Փոխարենը վերցրեք հնարավորինս բնական ու մեծ քարեր, որոնք կարող են կախված լինել մեկ թելից կամ փայտե տարբերակներ, ինչպես նաև ոսկյա, արծաթյա կամ ցանկացած բնական մետաղի գույն խոշոր զարդեր։ Եթե արդեն հագուստը պատրաստ է, զարդերն ընտրված են, ապա եկեք ընտրենք պայուսակ։ Այս տարի շատ փոքր չափսերով, քարերով, գրվածքներով պայուսակներն այդքան էլ արդիական չեն։ Ավելի նախընտրեք տարողունակ, ունիվերսալ եւ հնարավորինս արտաքնապես հանգիստ տարբերակները։ Դե իսկ վերջում ուզում եմ ասել, որ ճիշտ ընտրված հագուստը մեզ դարձնում է ավելի ինքնավստահ եւ ներկայանալի։ Շարունակում ենք Բարև երկիրը, սիրելի հեռուստադիտողներ, մեծ ակտիվությամբ ու մշակութային հետաքրքիր նորությամբ ու ձեռքբերմամբ մեզ մոտ տաղավարում են հրաշալի ու տաղանդավոր մարդիկ եւ գեղեցիկ սերի 3 ներկայացուցիչ եւ հզոր ու ուժեղ մեր ընկերը ներկայացնենք թերևս նրան ի սկզբանե նա Արման Հայրյանն է դիզակարտ կենտրոնի սան նրա կողքին բազմել է գեղեցկուհի Իրինա Մկրտչյանը դիզակարտ կենտրոնի սանուհի այո եւ դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրյանը մեզ մոտ տաղավարում բարև ձեզ եւ կոմպոզիտոր միջազգային մրցույթների ժյուրիի անդամ պրոդյուսեր Սուսաննա Բարսեղյանը ողջույն ես եք անգամ բոլորին Բարի լույս Բարի գալուս մեր տաղավար շնորհակալություն որ այստեղ եք լավ նորություններով եք այստեղ եւ քանի որ Հայկը շատ լավ է արցախյան բարբառով խոսում խնդրում եմ ինքը ասի ներկայացման անունը որը արդեն մեծ հաջողությամբ կայացել է խոսենք ներկայացումից եւ իհարկե ձեր ընդհանրապես ստեղծագործական ընթացքից խնդրում եմ ասա Սիրելիներ մարտի 13-ին հանդիսատեսի դատին է հանձնվել Արապաստիպենկինի ներկայացումը Տեսնենք թե ովքեր են մասնակցել, բայց մինչ այդ կարևորի մասին սիրելի կանայք, շնորհավոր ձեր մարտի 16-ը։ Մի ամսյակը ձեր շնորհավոր։ Այո։ Շնորհակալ ենք։ Հարգելի դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրյան, սկսենք ձեզանից մինչ կանդրադառնանք ներկայացմանը, ուզում եմ նախ պատմեք, թե դիզակարտը երբ է ծնվել, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ գործունեություն է ծավալում։ Շնորհակալություն հրավերի համար։ Մեծ սիրով համեցեք։ 2020 թվականի պատերազմից հետո համախոհ ընկերների հետ ստեղծեցինք դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնը, որպեսզի պահպանենք Արցախի մշակութային ժառանգությունը ոչ նյութական եւ մեր շուրջը հավաքել այն բոլոր մարդկանց, ովքեր կցանկանան շփվել իրար հետ եւ արդեն 5-րդ տարին է ինչ գործում է դիզակարտ մշակութային կենտրոնը պահպանելով Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը Արցախի բարբառը Այո, բացի դիզակարտը, որ համախմբում է արցախցիներին, մշակութային համայնքը պահպանում է, նաև մշակութային կրթություն է տալիս տեղահանված արցախցի երեխաներին, գործում է եւ Երևանում եւ Աբովյան քաղաքում, մեր աշակերտների թիվը 160-ից ավել է եւ այդ երեխաները մեր մոտ բարեգործական հիմունքներով սովորում են ազգային երգ, նկարչություն, թատրոն, ասեղնագործություն, նաև ունենք փոքրիկ ժողովրդիկների համույթ եւ մեր բոլոր համերգները կենթանի նվագակցությամբ են ուղեկցվում։ Եվ որտեղ են դրսևորվում երեխաները, հա, ներկայացումը հասկացանք, որ մարտի 13-ին եղել է, հիմա կխոսենք, նաև երգի գործիքների խումբ է գործում, ասացիք, հետաքրքիր է որտեղ են համերգները կայանում։
Մենք ինչպեսի հարթակներ են ձեզ այդ համագործակցում։ Համագործակցում ենք, բաց ենք, բոլորի հետ ենք համագործակցում եւ մեր աշակերտները եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների, իհարկե միշտ էլ լավագույն արդյունքներով գալիս են դիզակարտ եւ մենք բոլորս միասին մեծ ընտանիքի պես այսպես տոնում ենք իրենց հաղթանակները։ Սկսենք Արմանից։ Ուժեղա։ Արման դա քո մասին է, ուժեղա։ Թե Արցախի մասին է, քո ձայնը, քո ձայնի։ Դու երգում ես, փաստորեն։ Մի փոքր կպատմես քո մասին, որ դասարանում ես սովորում, առհասարակ ինչ նախասիրություն ունես եւ երգն էլ քեզ համար արդեն մասնագիտություն է, թե դեռևս նախասիրություն, հոբի, ինչ կասես։ Սովորում եմ 7-րդ դասարանում, երգով զբաղվում եմ 4-5 տարեկանից։ Երգը իմ համար, ինչպես ասեմ, ես շատ եմ սիրում երգը, միշտ այսպես ասած իմ հոբին էլ է, այսպես ասած, բայց նաև մասնագիտություն եմ որպես ընտրել եւ ուզում եմ դառնալ երգիչ դերասան, նաև դերասան եմ։ Ահա, Հայկ։ Մեծ սիրով ապագայում, մոտ ապագայում եւ ինչու ոչ նաև ներկայում, ինչով կարող ենք մեծ սիրով կկանգնենք քո կողքին եւ կաջակցենք, որպեսզի շատ ու շատ հարթակներ դու հաղթարես ու վայելես քո ծափարությունները։ Նաև գիտենք, որ վերջերս հաղթանակ կես ունեցել, որտեղից եւ ինչ մրցույթից, այո, եւ ինչ ես կատարել։ Իտալիայից մրցույթում միջազգային մրցույթ էր, այնտեղ 2 ժանրով եմ հանդես եկել, ազգային եւ միջազգային համաշխարհային։ Գրավել եմ առաջին տեղի երկուսն էլ։ Հրաշալի, իսկ որ երգը կարծում ես ավելի մեծ տպավորություն գործեց ժյուրիի վրա։ Ազգայինը։ Ինձ թվում է ոչ։ Ազգայինը ես այնտեղ մի քիչ, այսպես ասած, տոնը ցածր վերցրեցի, բայց շատ Որ երգ ես կատարել ազգային։ Բայց շատ հիանալի կատարեցի։ Մեր հեռուստադիտողները կարծում եմ շատ բարձր կգնահատեն, ավելի քան ժյուրին Իտալիայի, եւ ես կարծում եմ, որ դու մի 2 տող պետք է հիմա երգես։ Դերդոն ավեր քելեր թանք սարնի սասու Ես սեղնին տուն դուներնիսում վախ Ես սեղնին տուն դուներնիսում Գեցես, պարտ մայրիկ ուժեղ ձայնով իսկականից։ Հրաշալի է։ Գնանք քո կողքին գտնվող ամենանուրբ, ամենագեղեցիկ էակի հետ սկսենք զրուցել, մի փոքր ու ծանոթանանք նրա հետ միասին։ Իրինա Մկրտչյան, երբ ես հաճախել դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոն, դու ես երգում արդյոք թե ոչ, խնդրեմ քո մասին մի քիչ պատմիր, լսենք։ Ես 16 տարեկան եմ, սովորում եմ 10-րդ դասարանում։ Փոքր ես երևում, բայց հրաշալի է դա։ Ինչպես։ Դիզակարտ ես եկել եմ ոչ այդքան շուտ, սեպտեմբերից երևի, ու մի անգամից տենց ջերմ ընդունելությամբ սկսել եմ վոկալ պարապել, ու եւս այդ մրցույթին եմ մասնակցել վոկալ պոպ ժանրով եւ առաջի տեղ Կրկին, այսինքն տարբեր տարիքային խմբերն են տարբեր, նոմինացիաների եւ տարիքային խմբերի կային, այսինքն մենք իրենք մասնակցել են իրենց տարիքային խմբում, Արմանը 10-ից 13, իսկ Իրինան 16-ից 18 տարիքային խմբում եւ վոկալ փոփում Իրինան իր տարիքային խմբում էր առաջինը, իսկ Արմանը իր մասնակցած 2 նոմինացիաներում։ Բոլոր տարիքային խմբերի տարբեր ազգերի ներկայացուցիչներին թողել եք ստվերում, իսկ Իրինայի ձայնը կարող ենք լսել։ All by myself, don't wanna be all by myself anymore. Հրաշալի, մի ամսյակի նվեր։
Վարպետներից մեկը ասում է, որ պրոֆեսիոնալ է այն երգիչը, որ ոչ տանջվելով եւ դեմքի ոչ շատ բացահայտ արտահայտության փոփոխությամբ կարողանում է հանգիստ երգել դժվարին երգերից մեկը աշխարհում։ Ապրեզու հրաշալի էր։ Եկեք հասկանանք Տիկին Բարսեղյանի համագործակցությունը երեխաների հետ կամ դիզակարտ մշակութային երիտասարդական կենտրոնի հետ ինչպես ստացվեց, ինչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ինչ եք անում այսօր։ Գիտեք, մեր կյանքում շատ բաներ տեղի են ունենում ուղղակի մարդկային շփումների հետևանքով կամ արդյունքում։ Այդպես ստացվեց մեր մտերմությունը, ուղղակի մարդկային մտերմությունը Երազիկի հետ, դիզակարտի հիմնադիրի, եւ հետո մենք որոշեցինք, որ Գայանե արվեստի եւ պրոդյուսերական կենտրոնը, որի ստեղծագործական ղեկավարն եմ ես, եւ դիզակարտը պիտի համագործակցեն։ Մենք կնքեցինք այդպես համագործակցության հուշագիր եւ դրա հիման վրա սկսեցինք փորձի փոխանակման եւ նաև միջազգային մրցույթներում իրենց երեխաներից մասնակցության աշխատանք տանել։ Այն կենտրոնը, որ ղեկավարում եմ ես, պրոդյուսերական կենտրոնը, ինքը Հայաստանում կազմակերպում է նախընտրական փուլեր, որովհետև այն մրցույթներում, որտեղ ես հանդիսանում եմ ժյուրիի անդամ կամ գործընկեր կազմակերպություն, իրենց հրավերները, երբ որ ինձ գալիս են, ես այնպես չի, որ դա անում եմ միայն իմ կենտրոնում սովորող երեխաների համար, միանգամից Հայաստանում հայտարարվում է հայտերի ընդունում եւ նախընտրական փուլ, եւ այս դեպքում իտալական այս մրցույթի համար, որը տեղի էր ունենում Բոլոնիայում, իդեպ շատ անգամներ լինելով Իտալիայում, ես ինքս էլ Բոլոնիայում չի եղել, ինձ համար էլ այդպես նորություն էր Բոլոնիան, ընտրվեցին 4 երեխաներ Հայաստանից, որոնցից մեկը Գյումրիից էր, ավելի ճիշտ Մարալիկ քաղաքից, երկուսը արցախցիներն էին, մի աղջիկը Երևանից էր։ Իրենք բոլորը եկել են լավ նվաճումներով եւ բացի այն, որ մենք ուղղակի մրցույթում բոլորին զարմացրել էինք, ոչ միայն երգելով, պահվածքով, շփումներով, ունեինք ժյուրիում անդամ հայ անդամ, որը Փարիզներ ներկայացնում օպերային երգիչ Ադամ Բարոն, որը մեր երեխաների հետ այդպես ընկերություն մտերմություն էր անում այդ օրերի ընթացքում։ Այո, բազմից ես երկու։ Այո, նա Հայաստանին սիրահարված այդ բացառիկ արտիստերից է դրսում ապրող։ Մի խոսքով որակային լավ մրցույթի։ Եվ պիտի ասեմ, որ հիմա իրենք շատ համեստ են իրենց ներկայացնում։ Մրցույթը ճիշտ է Բոլոնիայում էր տեղի ունենում, բայց մեր ուղևորությունը նաև տարածվեց Ֆլորենցիա, հետո մենք 2 օր Վենետիկում եղանք եւ համերգային ծրագրով թե պարզապես Բոսնիայում։ Մենք այդպես էինք գծել ծրագրով լինենք, բայց Վենետիկում դե մենք շեղվեցինք ամեն ինչից եւ մեկնեցինք Սուրբ Ղազար, ինչը ամենահուզիչն ու հետաքրքիրն էր։ Այ Արմանը այդտեղ որ դուք այդ կադրերը տեսնեք, կարծում եմ ինքներդ էլ շատ կհուզվեք, ինքը եկեղեցում Սուրբ Ղազարում երգեց Ղարաբաղի հորովելը, ստացան այնտեղ օրհնություն Հայր Սուրբից, մի խոսքով շատ գեղեցիկ տպավորություններով եւ կարծում եմ, որ մեր համագործակցությունը դիզակարտի հետ շարունակական կլինի, որովհետեւ արդեն իսկ ունենք այլ հրավերներ եւ Փարիզ եւ Իտալիա, Հռոմ, Պինետո, մի խոսքով Աստորեն մրցանակային նվաճումներից բացի նաև հոգևոր նվաճումներ ունեցել, այդ շատ կարևոր է։ Ես առաջարկում եմ վերադառնալ Արա Ստիպենկինի ներկայացմանը, արդեն իսկ հումորիկ է մի տեսակ հնչում վերնագիրը եւ մոտավորապես կարող են պատկերացում կազմել, որ մի քիչ ավելի կոմեդիկ ժանրին պատկանող ներկայացում է, այդպես է թե ոչ, չնայած որ այս վերնագրի տակ կարող ենք նաև մի քիչ այլ մոտեցում եւ հանգամանքներ պատկերացնել եւ երեխաներից ով է մասնակցում նաև այս ներկայացմանը կխնդրեմ երկու խոսքով ամփոփել նաև ներկայացման մասին։ Ստեղծագործությունը Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունն է, Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա Ստիպենկինի ներկայացումն է, որը
Եվ Արցախյան սիրո մասին է եւ ընդհանուր այդ գյուղական կյանքը ոնց է գյուղացի երիտասարդը սիրահարվում հարևանուհու վրա եւ ամբողջ գյուղը խոսում է դրա մասին, այսպես շատ հետաքրքիր բեմադրություն է դրել մեր Սրփուհի Բալայանը, մեր թատերախմբի դասատուն։ Իրականում շատ հաջողված ներկայացում է ստացվել եւ հումոր կա եւ իրականություն եւ ազգային խաղեր եւ արցախյան ասույթներով այսպես լեցուն մի ներկայացում է։ Հիմա բեմադրում ենք Սոս Սարգսյանի ոտնամանները։ Դրանից հետո արդեն բարձ կլինի, որ ներկայացումը ինչ հերթականությամբ։ Դիզակարտի բեմում է լինում։ Ոչ, դիզակարտը չունի բեմ, բայց մենք փորձում ենք համագործակցել տարբեր թատրոնների հետ։ Մենք Երգի պետական թատրոնում ենք խաղացել, Եշուր եմ տալիս աշխարհը ներկայացումը, Արքան մերկ է ներկայացումը խաղացել ենք Արնո Բաբաջանյանում։ Բոլորիդ հաջողություն ձեր սկսած գործերի մեջ եւ երեխաներին իհարկե եւ ձեզ իսկապես շատ հայրենանվեր գործ եք կատարում, թող ձեր շուրջը համախմբվեն միայն այդպիսի մարդիկ, որպեսզի առաջընթացը լինի արագ, նկատելի եւ հաստատուն քայլերով։ Շնորհակալություն ձեզ, թող ձեր համագործակցությունը ունենա երկարատև ճանապարհ, պատմություն, հաղթանակներով, նվաճումներով եւ մրցանակներով աշխարհի բոլոր վայրերում, թող բարձրանա եռագույնը ի նշան առաջին տեղի մրցանակի։ Ապրեք, սիրելի երեխաներ, շատ տաղանդավոր եք, շատ սիրուն եք, ձեզ էլ մտքեր, երևակայություններ բեմարդակներ գրավելու համար։ Բրավո, ապրեք։ Շնորհակալ ենք։ Մեր հյուրերին ճանապարհում ենք, ձեզ էլ առաջարկում ենք մնալ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում, որովհետև շարունակում ենք ընթացքը բարև երկիրը համեցեք։ Իսկ ահա վերջում, սիրելի հեռուստադիտողներ, մենք շնորհակալություն պետք է հայտնենք Տունդեպո խանութ սրահի ամբողջ անձնակազմին, ոչ միայն մեր գործընկերը լինելու համար, այլ նաև հարկը տրամադրելու, մեզ 2 օր շարունակ հյուրընկալելու համար, նման գեղեցիկ ու լավ միջավայր ստեղծելու նաև։ Այո, շնորհակալություն նաև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, որ այս հանգստյան օրերը կիսեցիք մեզ հետ, ձեր սուրճը թեև այլելով իհարկե էկրանների առջև, մեզ հետ զրույցի բռնվելով մեր հյուրերի հետ։ Եվ չենք մոռանում, որ մինչև ապրիլի 7-ը ներառյալ այստեղ այս հրաշք խանութ սրահում գործում են զեղչեր, շատ ճկուն զեղչեր, տարատեսակ ապրանքների վրա, այնպես որ ժամանակը մի կորցրեք սիրելի կանայք, առավելապես տղամարդիկ, համեցեք եւ գնումներ կատարեք, ուրախացրեք ձեր կանանց։ Դեն սիրելիներ, մինչ դուք մեզ մի քիչ կկարոտեք, մենք էլ հավուր պատշաճի կպատրաստենք, որպեսզի մյուս հանգստյան օրերը նույնպես կայանա մեր հետաքրքիր հաղորդումը եւ մեր հետաքրքիր հանդիպումը ամենակարևորը։ Մնացեք բարիավ, օրվա հրաշալի շարունակություն բոլորին։